Հնչուն որ ասեցի, հիշեցի երեկոյան Մայրամուտին, իմ պատշգամբից Մայրամուտ այդ արևը հանգիստ իջնում է բլուրների ետևում, սուրճ խմելու իմ ժամն է, հերթական, մեկ էլ թռչունների երամ էր թռչուն, ու այդ լռության մեջ ձայներ է լսում, ծիվ, այդ տարբեր բաները, այդ երամի թռչունները ձայներ էին հանում, ասեցի այ մարդ, մի հատ գնամ բան անեմ, ChatGPT-ին հարցնեմ, ուրեմն հարցս այսպես է, թռչունների հանած ձայներ իմաստ ունեն թե ոչ, և ինքը քիչ է կոնկրետ պատասխան, մեկ էլ մի անգամից ասում է, այո, թռչունների հանած ձայները շատ հստակ իմաստ ունեն, արդեն է տարկիր է, թռչունների ձայները ուրեմն բաժանվում են երկու հիմնական խմբի, երգեր և կանչեր, և յուրաքանչյուրը ունի իր նպատակն ու իմաստը։ Երգերը դրանք բարդ և երկար հնչյուններն են, օգտագործում են հիմնականում զուգընկեր գրավելու համար։ Այսինքն երգում են հիմնականում դրա համար։ Բայց ասում է արուներն են երգողները, չէ՞։ Այո, աղջիկները չէ։ Մենակ փաստորեն մարդկանց մոտ է թարս, էլի, գեղեցիկ սերը, կիննա, Ռաֆայել, ես ինչ հետարքիր բան ասեցի, որտեվ ես վերջում եկել եմ այդ եզրակացության, ես կարդալուց հետարքիր ուրեմն նայվ ինչ է ասում, երգի որակը հաճախ ցույց է տալիս թռչունի առողջությունն ու ուժը, ուրեմն աղջիկները ըստ այդ երգի են էլի պատկերացնում, երկրորդ կատեգորիա առողջ չլինես երգերը չի գա, էլի մեծ հաշվով, դա թևը ցավը կամ երկացը ինչ պետք լինի դելե յամամ պիտի երգես ու բան չէ լսանն նայեք իր երկացը նայեք բան չի ստացվում էլի ծառի վրա չէ մի թևն էլ բան անել հաստատ ոտը ջարդած թևը պոկած Հետո Բայց մեկ-մեկ սենց զրնգուն լսում ես, չէ, որ երգում ասում ես, առողջ տեսակ է, էլի։ Երրորդ մասում տեստոտեր կա։ Ուրեմն երկրորդ մասը կանչեր, կարճ եւ պարզ ազդանշաններ։ Ալարմի կանչեր, այսինքն զգուշացում, երբ մոտ է գիշատիչը, սուր արագ ձայներ, որոնք զգուշացնում են մյուսներին։ Կոնտակտային կանչեր, երրորդ կատեգորիան։ Արի Էդ ուր ես գնում աղջ, էդ ուր ես տրնում Արի Ես կողմ Հաստատ էդի է Հետո Կոնտակտային կանչեր խմբով թռչելիս կամ սնվելիս իրար չկորցնելու համար լուրջ բան է Թռիչքային կանչեր միգրացիայի ժամանակ գիշերով կապ պահպանելու համար ռադարը էլի գիշերային այ քեզ էվոլյուցիա այ քեզ բան այս լուրջ է եւ վերջում հետարքիր բան է ասում ինչու է կարեւոր հասկանալ թռչունների ձայները այսինքն ինձ ինչու է տարկրեց էլի այն օգնում է հասկանալ շրջակա միջավայրի վիճակը եւ կարեւորը բարձրացնում է բնության հետ կապը եւ դիտարկման հաճույքը Գեղեցիկ է ասված, իհարկե։ Այո, որտեվ իրոք երբ որ հասկանում ես այդ ինչ է, այդ դիտարկմանը հաճույքը ավելի բարձր է դառնում։ Փաստորեն։ Սա էլ թռչունների մասին։ Մեզ էլ թռչունների պատումները, այդ էլ իմացա։ Ինչ է ստացվում փաստորեն, եթե հավատանք ChatGPT-ին, որ թռչունները ի տարբերություն մեզ, իզուր տեղա բերանները չեն բացում, չեն խոսում իզուր տեղա։ Ամեն նպատակ ունի։ Հա տարբերություն մեզ եւ այդ որ դու ասեցիր չի ասեցի հիմա մտածում եմ կարող է ցիվիլիզացիան փարսա առաջացել էլի այսինքն սկզբից բոլոր կենթանիները խելացի են եղել մեզ նման խոսել են դատել են բաներ են արել հետո այնքան են խելոքացել որ հասկացել են այ մարդ մեր ինչին է պետք է դա ամեն ինչը այդքան խոսակ ասացիդ մեջ բան լինի գիշերը թռնում ենք կամ երբ որ վտանգ կա, այն վաղ խոսանք, մնացած ժամանակ փակ պայեք ձեր բերանները, բայց մենք հենց այդքան չենք հասունացել, որ այդ մակարդակին չենք հասել էլի։ Մանավանդ այս նախընտրական շրջանում թռչունների օրինակին է պետք վերցնել եւ ամեն մի բառը պետք է օգտագործել ճիշտ թիրախային եւ նպատակային, այլ ոչ թե աճուձախ
Այսօր ուղիղ մի ամիս է մնացել, ուղիղ 1 ամիս։ Ուղիղ 1 ամիս, այո, պատմական օրեր ենք ապրում, զարգացումներ եւ տեսնենք որ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը, հայ ժողովուրդը Բայց այս որ բրծնեն, չէ, այս ավարտենք մի հատ խերով բարով այս ընտրությունները, այնց ուսերից էս բերկիշնի չեք պատկերացնի։ Անընդհատ այդ մասին մտան, որտեվ առիթել կա միշտ մի բան լինում է խոսելու։ Եվ ասենք անպայման, որ բոլոր ուժերն են ակտիվ այս ամեն ինչին պատրաստվում, ինչը բնականաբար է, հասկանալի է, բնական է։ Երևանում ես երբեք այսքան շատ ռուսական մեքենաներ, ռուսական համարներ չեմ տեսել։ Հնարավոր չի դու ուղղակի դուրս գաս փողոց եւ մի քանի հատ, չեմ ասում մի հատ, մի քանի հատ ռուսական համարով ավտո չտեսնես։ Ողողված է ուղղակի եւ միգրացիայի բանն էլ հայտնեց, որ ռեկորդային քանակով մեքենաներ են եկել։ Դե մի րոպե Ռաֆայել, ես ենթադրում եմ, որ ցանկացած մեքենա, որ մտնում է Հայաստան, գրանցվում է, չէ՞, այսինքն թիվ կա, ինչքան է եկել, մտել, ինչքան է դուրս եկել։ Իհարկե։ Հա, թիվը չեն հրապարակել, բայց ասում են, որ ռեկորդային է, եթե հավատանք ոնց է կոչում իրազեկ քաղաքացի միավորման ղեկավարին Դանիել Լեոնիսյանին, ցուցակի թիվը 100,000-ից գերազանցում է։ Եթե այդ այսպես կոչված ցուցակը, որը էլի իմ ձեռքի տակ չկա, ես չեմ փաստում, ցիտում եմ զուտ բանը, հա, տեղեկությունը, այդ տասնյակ հազարների մասն է խոսքը, այդ կարող է հանգուցալուծում կարա լինի, էլի։ Թիվ ենք խոսում։ Դե հա կարող է որոշիչ դառնալ, իհարկե։ Դե ապրենք տեսնենք։ Հա, բայց եթե օրենքով այդ ամեն ինչ կարող ես անել, հա, ոչինչ չես կարող։ Դա հակապետական է, չէ, մեր օրենքը շատ սխալ եւ ոչ պետականամետ օրենք է դա։ Խոսքը ընտրել-չընտրելը չի, խոսքը իրավունքի մասին չի, խոսքը Հայաստանի պես փոքր պետության եւ հսկայական սփյուռք ունեցող պետության համար չի կարող վճռորոշ լինել տարիներով դրսում ապրող մարդու ձայնը անկախ նրանից ինքը ամերիկամետ է, եվրոպամետ է, ռուսամետ է, քրդամետ է, կապ չունի ինչա մետ է։ Իմ կարծիքով պիտի ապրի Հայաստանում, ասենք հա, բոլորս է բացակայում ենք, բայց պիտի ինչ-որ մի սանղակ լինի, եթե ապացուցվում է մարդու կենսական շահերի երկիրը ուրիշ երկիր է, ինքը մի 3 ամիս է այստեղ ապրում, 9 ամիս է այստեղ չի։ Ռաֆայել, դա հասկանալի է, բայց այսինքն օրենքը ոնց ես պատկերացնում, ինչ թե որ ասենք 4 տարի չի եղել Հայաստանում, թե ոնց։ Տենց մի բան, հա, ինչ-որ չեմ կարծում 4 կամ։ Կարող տարին մի անգամ գնում գալիս է։ Իմ կարծիքով, եթե մեր մոտ մենք 4 տարին մեկ ընտրություն է մեզ մոտ, 5-րդ տարին ընտրական տարի է, եթե մարդը կեսից ավել է բացակայել է երկրից, ինքը չպիտի ընտրի։ Ես տենց եմ։ Լավ, մի րոպե, կեսից ավել է, ասենք չի բացակայել, տարին։ Չէ, տարին մի անգամ ամեն տարի գնացել եկել է։ Հա, դա գործնական է, դա որևէ խնդիր չեմ կարծում։ Գնալ գալը ուրիշ է։ No, գնալ գալը շատ հարաբերական է։ Հիմա ես ամեն շաբաթ եմ գնում գալի, դա հարց այդ չի։ Հարցը, եթե դու երկքաղաքացի ես, քո բանկ ստեյթմենտներով, բիզնեսով, գրանցման հասցեներով եւ ապրելու ժամանակով դու ապրում ես ուրիշ երկրում ավելի շատ եւ դա երևում է, հիմա այդ դառնա, որ երևում է, ինքը չպիտի գա ապացուցի, դա համակարգը երբ մտավ երկիր, երբ դուրս եկավ, սա ֆիքսվում է համակարգչում։ Դու չպիտի ուղղակի իրավունք ունենաս ընտրելու։ Իմ կարծիքով էլի, մենք այս թեմային մակերեսային անդրադարձել ենք նախորդ մի քիչ վտանգավոր թեմա է, որտեղ Հայաստանը փոքր երկիր է, սա ամերիկան չի, սա պորտուգալիան չի, այսինքն եթե 2.7-8 միլիոն մարդ ապրում է այստեղ, 600,000, դե միլիոնից քիչ ընտրող կա, եւ 100,000-ներով ասում են 10,000 ստեղից ենք բերում, Լիբանանից դաշնակներն են բերում 4-5 սամալյոտ, այսպես ոնց կլինի, այսինքն ծախած է ընտրությունն է, էլի ստացվում է։ Դու հա դեմոկրատիա խոսա։ Եթե դու ժողովրդավարություն ես անում, ժողովրդի քարոզ ես անում, տասնյակ հազարներով փողը իրանցնա, ինքնաթիռը իրանցնա, ամեն ինչը իրանցնա, բերում են ընտրել են տալի։ Դե գնա քեչեղի ասա, վայ մեր մոտ ժողովրդավարություն, դա ոնց կլինի տենց։ Միգուցե երկքաղաքացիներին արգելվի ընտրության մասնակցել, չգիտեմ։ Բայց արգելնելը այդ արդեն ոտնահարում կլինի իրավունքի, ավելի հեշտ է իրոք։ Դու մտնում ես սահման,
ֆիքսվում է մուտքն ու ելքդ։ Չէ, դե դա օրենքի բան կլինի, խախտում կլինի, եթե օրենքը չփոխվի, բայց եթե օրենքը փոխվի, էլ ինչ օրենքի խախտում պետք է լինի։ Դե հա։ Չգիտեմ, բան դժվար թեմա է այդ։ Դժվար է, հա, այսի պիտի ավելի մասնագետներ լինեն, ավելի խորքային եւ այլն, բայց տեսնենք։ Որտեվ հա այնտեղ Տեսեք, Facebook-ում մեզ գրում են մեր հարգելի ռադիոլսողները, ասում են, իսկ ի՞նչն է խանգարում, օրինակ հիմա փոխել օրենքը կամ այդ օրենքը ընդունել։ Ատ Ռոբանովը կդնա, ես չգիտեմ։ Չգիտենք, մենք եթերում բարձրաձայնում ենք, քանի անգամ խոսում ենք այս թեմայի շուրջ։ Տեսնենք, ոնց կդասավորվեն զարգացումները, բայց այսօր քանի որ մի քիչ վատ բաներից խոսեցինք, տեսանյութ էր տարածվում 3-ի առաջի օրվանից բավականին այլանդակ պարունակությամբ 19-ամյա մի երևանցի երիտասարդ, չգիտեմ, տեսակ այդ կադրերը, որ TikToker-ը հայտնի մեքենայով, հա, ահա որ լկտի պահվածքով դիտավորյալ գնում հարվածում բանին 53 համարի երթուղային մեծ ավտոբուսին, են թազա բերած ավտոբուսներին, հետևի մասը իր Mercedes-ով սև։ Բայց ես մի բան չհասկացա, հետո են գտել, ինչա փախելա վայրից երևի, հա։ Չի փախել, հա, հետո չէ, դե վթար է եղել, քանի որ զոհ բան չկա, ապան եկել է եւ այլն, հետո բարձվում է ինքը ավտոյի մեջից տեսանյութ է նկարել, այդ ամենը նկարել է։ Եվ հրապարակել է։ Հա, դե հիմա հանցանք չկա, վթար է եղել, հա, վթար է եղել, եկել են ապանը, այդ ինշուրանսը բանը, եկել են գրել են, ջնջեն գնացել են։ Հետո ռիլ ասարքե, տեսանյութ ասարքե եւ այլն եւ ամենավճռոշ են չիփս ուտելով լկտիաբար ձեռ առնում այդ վթարը լուսաբանող, քանի որ բավականին մեծ վթար էր, չիփս ուտելով լկտիաբար լուսաբանող լրագրողներին է ձեռ առնում, թե արա այս ինչ են կարեբան, ու սենց շատ լկտի Երևանյան են ամենագռեհիկ բառամթերքով։ Բայց ինքն է post արել այդ իր վիդեոն։ Հա։ Այ քեզ խելացի, չէ։ Ֆանտաստիկ է, կշությունը կփրկի աշխարհը։ Դու քո արած հանցանքը դնես ամբողջ բանին։ Ես հիմա ուզում եմ այդ հատվածը գտնեմ, որ ովքեր մեզ Facebook-ով դիտում են, ես հիմա մի րոպե փորձեմ։ Դե հա, էլի այդպես բանանող մարդու ինտելեկտն էլ ազև այդքան լինի, էլի, ինչ ես բանան։ Ուրիշի կյանքի հետ է խաղում։ Ինքը դա չի էլ պատկերացնում, դու քոնը ասենք, հա, հասկացանք, էլի, մեծ պակաս չի լինի, բա մյուսները։ Դե հա, փաստորեն, մի րոպե ես հիմա գտնեմ այդ հստակ որտեղ էր տեսանյութի հասցեն։ Հա, Policy-ում կա, օքեյ, Policy-ում կա, լավ, ընթացքում անպայման ցույց կտանք, բայց անելու բան չեն արել ու նաև ինձ շատ զայրացրեց հասարակական մոտեցումը, էլի հասարակության մոտեցումը։ Ինչքան կարելի է լկտի բան տեսնելուն պես, ման էս ինչ տղա է, տեսեք բան, sense մարդիկ էլ կային։ Պիտի մերժվի, եթե ինքը բլոգեր է ու ինքը դրանով դրամա վաստակում, գովազդա ծախում եւ այլն, գովազդատուն պիտի մերժի այդ կոնտենտը, հասկանում ես, որովհետեւ եթե չմերժի support անի, այդ push կանի, կստիպի հետագայում նման քայլերի կրկնության։ Դե հա, դա ակնհայտ է, այդ քանի որ ինքը հասարակության որոշ շերտերի աչքում հերոս է երևում, դրա համար էլ է դրել է ինքը, ինչի է դրել, որ տեսնեք, այսինքն այդ արժեքները դեռ մեր մոտ կան, էլի, որ վա, տեսակ ինչ տղա է։ Բայց վերջի զկարտոցներն են արդեն, 1-2-ին կան, եւ այդ տեսակ ոնց էին տանում, sense գլուխը ներքև թևերը բոլորած է, ոչխարի նման, ճիշտ ոչխարի նման տանում էին։ Եվ այո, դե հիմա գնաս պատասխան կտաս, այն ժամանակ կարող է խելքի գաս եւ դե մուշներին էլ սա լավ օրինակ կլինի։ Այո։ Ուրեմն ընկերներ, մի քանի օր առաջ, երևի 2 շաբաթ առաջ ասացինք, որ Երևանում, Հայաստանում մեծ քանակի Nestlé-ի մանկական կերեր են ոչնչացրել եւ ցավալին այն է, որ Nestlé-ի եւս մեկ դուստր գործակալությունը Nan եւ Nestlé ապրանքանիշի էլի հազարավոր տարաներ էլի ոչնչացվել են 9700 կիլոգրամ ընդհանուր, այսինքն եթե մի այդ տուփը 6-700 գրամ է, 9700 կիլոն դուք հաշվեք թե քանի հատ է լինում, չեն ասում ցավոք սրտի սննդի պետական տեսչությունը վաճառքում եղել է, պահեստից են հանել, որով երեխեքի կերակրել են, չեն կերակրել, սա շատ կարևոր տեղեկատվություն է, որ պետք է հրապարակի, բայց այդ մասին ոչինչ չկա, միայն որ ոչնչացվել է
9700 կիլոգրամ ընդհանուր քաշով նան եւ Nestlé Այստեղ ուրիշ բան էլ է հետաքրքիր, ասենք, այդ ով որ այդ բանը գնել է, չէ, որ այդ ընկերությունից վճարել է դրա համար։ Հիմա որ տենց է ստացվում, որ դա պետք է արդեն ոչնչացվի, ինքը իդ ստանում է գումարը կամ ինչ որ մի բան պետք է լինի, չէ, որ այդ Nestlé-ը մի պատիժ պետք է կրի դրա համար։ Եթե սխալը իրանցն է իհարկե, որտեվ սա եթե չեմ սխալվում, երկրորդ անգամ է, չէ, մի քանի ամիս առաջ էլ նման մի բան։ Այո, էլի սա երկրորդ խմբականակն է երևի, չէ, ցավոք դրա մասին ինֆորմացիա չկա, բայց պաշտոնական մեկ այլ Եվ շատ հայտնի ընկերություն է, աշխարհաչափ ընկերություն է։ Դե գիտեք, Մոսկվայում մայիսի 9-ին ամեն անգամ շքերթ է կազմակերպվում եւ հրավիրում են Կապյուրկինը, Սերգեյ Կապյուրկինը, Ռուսաստանի Դաշնության դեսպանը Հայաստանի Հանրապետությունում այսօր պաշտոնապես հաստատել է, որ Փաշինյանին հրավեր ուղարկվել է եւ հայտնեցին, որ Փաշինյանը մերժել է հրավերը եւ այս տարի ներկա չի գտնվելու։ Եվ սա ծնել է հերթական այսպես կոչված իստերիան ռուս-բելարուսական մեդիա ալիքներում այսօր անգամ մեր ներկայացուցչին Բելարուսում հրավիրել են Բելարուսի արտգործնախարարություն բողոքի նոտա են ուղղել, իհարկե ոչ թե հրավերի հետ կապված, այլ երեք Ալեն Սիմոնյանի արած հայտարարության համար, որ թույլ չենք տալու Հայաստանը դառնա ծայրագավառ եւ ղեկավարվի բելարուսական օրինակով։ Տուրները չի եկել եւ ասել են, որ քայքայվող տնտեսությունից ուշադրությունը շեղելու նախընտրական պոպուլիզմ է սա։ Դեպետ բոլոր թվերը ասում են, որ տնտեսությունը ոչ միայն անկում չի ապրում, այլ ամբողջ Եվրասիական տնտեսական միության մեջ ամենաբարձր աճի տեմպերը ունի Հայաստանը։ Եվ հետաքրքիրն է, որ դեսպան չունենք մենք, ներկայացուցիչ չունենք Բելարուսում։ Դա արդեն բավական բան է խոսում։ Դե հետ կանչվեց, չէ՞ դեսպանը։ Դեսպանը հետ կանչվեց, մնաց ներկայացուցիչը, որովհետև այն ինչ որ արեց Լուկաշենկոն, դեռ պատերազմը նոր վերջացած, դեռ խայտարակ վիճակ այցելեց Շուշի, այցելեց այ մալադեց, ասես ու թևանցուկ Ալիևի հետ զբոսնես, այդ լրիվ ցինիկություն ու լկտիություն պիտի լինի, էլի որևէ Դե այդ մարդուց ինչ ես առավել սպասում, այլի, ինքան հստակ է ամեն ինչ է այնտեղ բանի ջերի նման, բանն է հետաքրքիր բան ասում ընտրությունների հետ կապված քաղաքացիական ԿՓ-ի падգամավոր Սարգիս Խանդանյանը այն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որոնք ունակ են լսելու մարդկանց, հասնում են հաջողության եւ դա մեկ ամիս անց կապացուցվի Հայաստանում։ Սա գիտեք ինչ հիշեցրեցին Չարենցի խոսքերը, որ ասում է թե ուզում ես խոսքդ լսեն ժամանակի շունչը դարձի։ Նույն տրամաբանության մեջ է ասա։ Նրա խոսքով այն թեզը, թե ժողովրդավարությունը պատերազմ է ծնում, սխալ է դուրս եկել։ Խանդանյանը վստահեցրել է, որ դեռ լավագույն օրինակը հայկական ժողովրդավարությունն է, որը նրա գնահատմամբ հիմնված է մարդկանց հետ լավ հաղորդակցության վրա։ Որտեղ նման բան մեր պատմության մեջ չի եղել, որ ժողովրդին լսի մեր կառավարությունը եւ այդտեղից սկսի իր հիմնական քաղաքականությունը ներքին ու արտաքին, բայց այսօր կարծես թե այդ պահը կա։ Պաստորեն, հա։ Սփյուռքի մասին էլ բանոհը Արարատը Միրզոյան հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետություն, բայց պետք է հասկանալ, այժմ ապրում ենք իրական Հայաստանում, Միրզոյանն ասել, մենք մեծ հայկական Սփյուռք ունենք եւ դա կարեւոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, վերադառնալով մեր խոսակցությանը, ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել։ Սփյուռքի մի զգալի հատվածը հայոց ցեղասպանության վերապրողների սերունդն է։ Շատերը ցանկանում են ավելի մեծ պատմական Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստան չէ։ Մենք այսօր ապրում ենք հստակ այս տարածաշրջանում, այս հարևանների հետ, ընդգծել է պարոն Միրզոյանը։ Հիմա եկանք հասանք երևի թողարկման վատ հատվածին ցավոք սրտի, տեղյակ եք Վեդիում ինչա տեղի ունեցել։ Այո, հարթացի վրաց։ Ուրեմն Վեդիում ընկերներ մանկապղծության դեպքեր է բացահայտվել եւ
հիմա ակտիվ քննարկման քննության փուլ է, շատ բան չեն ասում հասկանալի պատճառներով 17-ամյա քույրերի բռնաբարության դեպքեր կան, ուրեմն 17, ես կարծում եմ ավելի փոքր է։ Չէ, 16-17 հիմա ըստ իրավական մարմինների, ուրեմն երեխաները մեր միջոցներով զննվել են համապատասխանատյանների կողմից, այնինչ հայտնաբերվել է, սարսափելի է, սաղմռկեցուցիչ փաստեր ունենք մեր ձեռքի տակ, որոնք ոչ թե մենք պետք է հավաքագրենք, այլ պետական մարմինների հատուկատյանները, այս մասին վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսին նշել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, նա նաև հայտնել է, որ 17 տարեկան աղջկա վերաբերյալ կա բժշկական արդեն եզրակացություն, այդ եզրակացությունը հիմք է եւ պետք է հիմք հանդիսանա պատկան մարմինների կողմից կոնկրետ գործողությունների համար, ասենք որ այդ մարդիկ կալանավորված են, մեկը 53 տարեկան է, մեկը 56 տարեկան է եւ այսօր իմացանք, որ 53 տարեկան այդ մեղադրվողներից մեկը թույն է խմել, փորձել է ինքնասպան լինել, բայց Աննա Վարդապետյանի տեղեկություններով Դավիթ Այնազյանը կարողացել են դեպքը բացահայտել, հիվանդանոցում է եւ չի կարողացել ինքնասպան լինել։ Հասարակության կողմից վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել։ Քննչական կոմիտեից լրատվականներին հայտնել են դրա մասին։ Մայիսի 6-ին ինքնասպանություն հասնելու դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ, ըստ տեղեկությունների Դավիթ Այնազյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ վեդիում անչափահաս քույրերին բռնության ենթարկան դեպքերը ամբողջությամբ իրանց ուշադրության ներքո են, այս պահին այլ բան չեն ասի, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Սակավաբար են կարճ ասած ավելավեր մեռներ, հա, որտեվ այս մարդիկ բանտում էլ կյանք չունեն, ամենաստոր դասակարգն են համարվում բանտում եւ իրենց կյանքը այնտեղ դժոխք կա, որտեվ այդ մարդիկ եւ ճիշտ են մտածում, մենք ստեղ կալանավորված ենք, դուք մեր երեխաներին եք այնտեղ բռնաբարում, վերջացավ արդեն, էլ ավելավա մեռնեն, քան թե այդ կյանքը, որ իրենց է սպասում, այնտեղ բան։ Ոնց են, էլի այս տարիքի մարդիկ գժվում են, ինչ են անում, չես գժվում են, բան ինչ են անում, գժվում են, որ չգժվեն տենց ման կանեն այ մարդ։ Լրիվ, էլի, լրիվ։ Գոնե պիտի հասկանան իրանց ինչա սպասում, չէ, այդքանը պիտի իրենց կանգնեցնի, եթե բայց չփաստորեն չէ, էլի, փաստորեն, հա։ Իդեպ բազմաթիվ տարբեր վերնագրեր ատյանների կողմից մեկնաբանություններ, քանի որ պաշտոնական աղբյուրները սակավաբար են ընկերների ասենց ենթադրություններ բան, որտեվ տարբեր կայքեր ինչ ասես գրում են բան, եթերում վախենամ էլի հանկարծ բաներ ասեն, որ իրականությանը չի համապատասխանում, դրա համար ընթերցում եմ միայն պաշտոնական լրահոսից հատվածներ։ Միտեղ ես կարդացի, որ հոգեկան խնդիրներ ունեն այդ գիտակցական այդ երեխաներ, աղջիկները, չգիտեմ ինչքանով է, ճիշտ։ Դե հա, ես չգիտեմ, վախենամ ասեմ սխալ։ Գիտեք ինչ սա ինձ բանը հիշեցրեց Լև Նիկոլայեչ Տոլստոյը մի բան վիպակ ունի, Ածեծ Զոսիմա կոչվում։ Շատ հետաքրքիր է։ Ուրեմն սա այդ Ածեծ Զոսիմը սուրբ է, որ ապրում է հաց ու ջրով եւ այլն բլրի վրա մի հատ տուն ունի։ Ուրեմն ձմռանը այս ռուս բաները առևտրականները անբարոյական աղջիկների հետ գիշերը անցկացրել խմել եւ այլն եւ գիշերով ձյան միջով այդ երրակով գնում են ու այս կանացից մեկը տեսնում է այդ լույսա վառվում այդ փոքրիկ այդ տանը որտեղ Ածեծ Զոսիմն է ապրում բլուրի վրա ասում են այդ սուրբն է այնտեղ ապրում բան այս կինը ասում է ես կարող եմ այդ սրբին ասում է բան անել ինչ են ասում դրան սեքշուալ բան անել էլի բավարարել մտափոխել այսինքն իր սեփությունը բան անեն եւ այլն վիճում են ծիծաղում են այս կամ լավ քշում են այնտեղ ու այս կինը իջնում է ու դուրը ծեծում է գիշերով մտնում է այս սրբի մոտ որ պիտի բան անի գայթակղի օքեյ ռաբարետերը փորձում է գայթակղել մեկ էլ այս բանը դուրս է գալիս այս սուրբը դուրս է գալիս խոհանոց է գնում մեկ էլ այս կինը գալիս նայում է որ դանակով մատը կտրել է Ածեծ Զոսիմը որ այդ ցավը իրան ստիպի որ ինքը չգայթակղվի այս կինը որ դա տեսնում է փախնում է դուրս դառնում է սուրբ ինքը գնում է եկեղեցի եւ այլն այդ անբարոյականը իսկ այս Ածեծ Զոսիմը Տոլստոյը չէր լինի եթե այս պատմությունը այդտեղ վերջանար
մի երկու օր հետո իր մոտ անչափահաս եւ հոգեկան հիվանդ աղջիկ են բերում, որ մնա մոտը, որ իբր թե բուժվի։ Այս ածեցոցիմը, այս հիվանդ անչափահասին բռնաբարում է, մազերը կտրում է, բաները վառում ու դառնում է բանկ ատշելնիկ է դառնում, մարդ առանց պասպորտի բանի գնում աշխարհով տենց թափառական, թափառական, այո, այնքան հետաքրքիր պատմություն է, որ մտածում ես այդ հենց սյուժեի մեջ, որ հիմա ես չեմ կարող վերարտադրել բառերն ու բաները, բայց մենակ սյուժեի մեջ ինչքան խորը ասելիք կա, ինչքան կյանքին մոտիկ կա, ինչքան թույլ տվեք ասել այո մարդկային է։ Ուզում եմ ասել նման բաներ չկարծեք, որ մենակ մեզ մոտ է, ամեն տեղ կա, մանավանդ Միացյալ Նահանգ, գիտենք մենք բոլորս պատմությունները, այնպես որ հա սրանից սխալ եզրահանգումներ պետք չի անել։ Թեման փոխելով գանք մեդիայի դաշտ, մեր ավելի հարազատ միջավայր, այսօր տեղեկացրեցի, որ կյանքից հեռացել է 87 տարեկան հասակում համաշխարհային մեդիա գիգանտներից մեկը CNN-ի հիմնադիր Թեդ Թերները, ով լրատվական մեդիայի առումով իրոք կարելի ասել հեղափոխություն բերեց եւ CNN-ը փաստորեն առաջին նետվորքներից մեկն էր, որը հենց զուտ լրատվական ուղղվածություն ուներ եւ 24 ժամյա լրատվություն ապահովող ալիք էր։ Ես գիտեք ինչն եմ լավ հիշում, այդ սովետական միությունը երբ որ փլուզվում էր, այդ Ելցինը երբ որ ելույթ էր ունենում եւ այլն, մի քանի օր 24 ժամ CNN-ի կամերաները Ռուսաստան Մոսկվայի սրտում էին ու մենք ուղիղ բանով նայում ենք թե ինչ է կատարվում Ռուսաստանում, ոնց քանդվեց սովետական։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Ամեն օր գալիս երբ միացնեիր այնտեղից կենթանի տեսնում էինք թե ինչ էր կատարվում Մոսկվայում։ Ամերիկյան դեսպանատան տանիքից էին սթրիմը անում։ Երևի չգիտեմ այդ դոկումենտալ ֆիլմ կա դրա մասին, թե ինչպես, ինչ ասես կարելի է ասել Ելցինին, բայց այն որ Ելցինը իրոք փորձում էր հիմք դնել դեմոկրատիայի, որտեղ ինքը չարգելեց այդ ալիքները եւ այլն, իր օրոք մտան մեդիաները ազատվեց եւ այլն, հա, հիմա ինքը օրինակելի գործիչներից չի իհարկե, բայց եթե համեմատենք թե ինչ արժեքներ էր ուզում սերմանել, ներդնել եւ ինչպես հենց նաեւ իր շնորհիվ այդ բռնապետությունը փորձեցին տապալել, դա գոնե հարգանքի արժանի է։ Կարար փակեր։ Անպայման։ Բայց շատ տարօրինակ բաներ է։ Ուրեմն ես ասում եմ, եթե սա CNN-ով տեսած չլինեի, չէի հավատա։ Ուրեմն Ելցինը Միացյալ Նահանգներում է, բանի ժամանակն է սաքսոֆոն նվագողներ նախագահ Քլինտոնը, Բիլ Քլինտոնն էր։ Ուրեմն Քլինտոնը սա պատմում է CNN-ով, հա։ Ասում եմ եկել կես գիշերի, ասում զանգ եկավ, ասում քնացեմ։ Ասում վերցրեցի, բա Secret Service իրան բան անում, որ բանը Ելցինը մի հատ ռուսիկով առանց շալվարի փողոցում մեքենայա կանգնած։ Դրա մասին ֆիլմ կա իդեպ ասում են net։ Հա, լուրջ է սա։ Մի խոսքով ասում է գնացեք տեսեք ինչա, բան պարզվում է որ տենց խմած, ոնց է փախել այդ իր բաներ տիկնապաները չգիտեմ, գնացել է ուզում է պիցա օրդեր անի։ Viva դեմոկրատիա։ Ասում է Secret Service-ը նստացել է մեքենան իրան տարել, պիցան առել է տվել է։ Հա, դոմինո են արել։ Վերցրեք ձեր երկրի ղեկավարին։ Դրա մասին ֆիլմ կա ու այդ հայտնի օրն է, երբ որ Քլինտոնը եւ ինքը հրհրում են ծիծաղալով այդ օրվա իդեպ տեղ այդ ֆիլմի մեջ Քլինտոնը անգամ պատմում է, այս տեսել եմ դոկումենտալը Discovery-ով էր կարծեմ, որ Քլինտոնի հայրն է կարծեմ ալկոհոլի հետ խնդիրներ ունեցել Այո, հա, տենց է, հա, իր հայրն է եւ ինքը գիտի ալկոհոլի խնդիրներ ունեցող մարդկանց հետ ոնց վարվել, ինչին ուշադրություն, մի խոսքով հոգեբանական ինքը պատրաստվածություն ուներ եւ մեծ հաշվով նաեւ դա նպաստեց, որ լիքը հարցերով փափուկ բարձրացին Ելցինի գլխի տակ, չէ՞, Յուգոսլավիայի հարցերը, ՆԱՏՕ-ի առաջընթացը եւ այլն, հա։ Դա, բայց Ելցինի եւ Քլինտոնի հարաբերությունները վատացան ՆԱՏՕ-ի առաջխաղացումով, անարդար բան կա, էլի սրա մեջ, նայեք, Գորբաչովին երաշխավորում են, որ եթե պատը քանդես Գերմանիայի ազատ միավորվել տաս Գերմանիային, երաշխիքները այն է, որ ՆԱՏՕ-ն
մի քայլ առաջ չի գա եւ այդ սոց լագերի երկրներից որևէ մեկը չի մտնի ՆԱՏՕ-ի բլոկի մեջ, որպեսզի ավելորդ բաներ չլինի։ Երբ որ Խորհրդային Միությունը տապալում է, Ելցինը սկսում են Բուլղարիային վերցրեցին, Չեխիային վերցրեցին, Գերմանիա եւ այլն, հարց է տալի, ասում մի րոպե, մեր պայմանագիրը, ասում դա Սովետի հետ էր, հիմա Սովետ չկա, ասեմ, Ռուսաստանը, այդտեղ մի քիչ բան կա, էլի, որ անարդար է, հա։ Ինչ հետարքիր է, չէ, այդ պատերազմներից հետո միշտ սահմանների բանը առաջին համաշխարհայինը, երկրորդ համաշխարհայինը, ցանկացած քարտեզներ ու բան երկրներ գնում գալիս են, այս կողմ են գնում։ Ես լավ հիշում եմ Ռոնալդ Ռեյգանը, որ ասեց tear down that wall Mr. Gorbachev and ձեռով դրանից կար ժամանակ անց ու ես ասեմ ձեզ էլի CNN-ով որ տեսա ոնց են քանդում այդ պատը այնքան հուզվեցի ազնիվ խոսքերի ես չէի պատկերացնում որ մի օր դա տեղի ունենա ու քանդվեց էլի ահավոր բան էր բայց այդ պատը էլի բռնես այմար մենակ տեսքը այն կտրելուց հետո երևաց այն Պարուսևակ որ ասում է լոկ կտրելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը հիմա այդ պատը որ կտրեցին բետոնից մեջ արմատուրաներ մի ազգը բաժանեցին երկու մասի բարեկամներ մի ազգը գերմանացի ազգը երկու մասի ոնց կանես նման բան էլի Գնդակը հարում էին պատը փորձել անցնողի այո ով որ ուզում էր թռնելով անցնել կրակում էին իդեպ բանը Ստիվեն Սպիլբերգը Bridge Tom Hanks-ն է խաղում մեջը ֆանտաստիկ ֆիլմ կա խորհուրդ կտամ ընկերներ նայեք անպայման հենց նաև այդ բաժանված Գերմանիայի այդ քաոսի մասին ասում էլի ու հետաքրքիր մի փողոցի կեսից sense բաժանեցին քաղաքը շենքի պատուհաններ կային որ նայում էին արդեն այդտեղ բերեցին պատ շարեցին դրա դոկումենտալն էլ կա աստվածի իրոք ոնց կարաս չէ այդ ահավոր բան է մեկ էլ այդ որ պատը չգիտեմ տեսել եք այդ կադրը թե չէ որ այդ պատը քանդեցին մի փոքր արանք մնաց ոնց էր ժողովուրդը արդեն գալիս որտեղ վախենալով որ չգիտես հետ կփակեն ինչ կլինի եւ այլն մի վարքյան շուտ ուզում են արևմուտք բայց գիտես ի՞նչն է այդ արքի ես մտածում եմ այդ պատի պատմության մասին բարեբախտաբար թե գերմանացիք էին ավելի մշակույթ խելոք ժողովուրդ են էլի չթշնամացան իրար դեմ ասեն Կորեա չեղավ որովհետեւ կարա լիներ Կորեա Գիտեք ինչ, այնտեղ ես հիշում եմ կարդացի, իրենց բանը այդ KGB-ն իրենց շատ ուժեղ էր։ Եվ իդեպ բանը այնտեղ էր ծառայում, Պուտինը մայոր էր KGB-ի հետ Բերլինում էր ծառայում, այո։ Գերմանիայում, մի խոսքով։ Եվ այդ ժամանակ, երբ որ փոխվեց արդեն պատը քանդվեց, դարձավ մեկ Գերմանիա, երկար ժամանակ չէին կարողանում որոշել այդ արխիվները որ կան, ով ում վրա մատերիալը, ով ում ծախել, ով ում ինչեր արել է, ծախ, հրապարակեն թե չհրապարակեն։ Վերջը որոշեցին չհրապարակել։ Եվ ես կարծում եմ դա շատ մեծ դեր խաղաց, որպեսզի այդ մերձեցումը ավելի հեշտ լինի։ Եթե այդ բաները բացվեր է սրանա, բան արել են նրան, որ բան կարող է լինել։ Իդեպ Գերմանացի Իսկ մա ճիշտ որոշում կայացրեց։ Հարգելի արժան ժողովուրդը նաև նրա համար, ես եղել եմ Դրեզդենում, եղել եմ իրանց նախին KGB-ի, որ իրանք պահել են հերիքի այդ շենքերը, նաև Լենինի եւ այդ Մարքս բան, Էնգելս բան, այդ շենքերի վրա նկարած այդ ամեն ինչը պահում են որպես պատմության բան, որ տեսեք, այսպես է եղել ինչ է լինի, ոնց է լինի, մենք այստեղից պրծել ենք, այս բարքերով ենք անցել, այս վիճակներն ա եղել այս երկրում, դա շատ ուժեղ է։ Չեն ասում, վայ, մենք մենակ Նիցշե ենք կարդացը, չէ։ Այդ սխալներն էլ ենք արել, Հիտլերի հետևից էլ են գնացել, Խոնեկերը, դե չգիտեմ ով էր GDR-ի նախագահ կոչվածը։ Այսինքն ամեն համակարգի մեջ անցել են եւ դա մեր պատմական անցյալն է եւ դրանից պետք չի փախել, պետքա դասեր քաղել եւ չկրկնել նախորդ սխալները։ Շատ իրենց գախնի ոստիկանությունը մի բան էր արել, որ ոչ մի ուրիշ պետությունում նման բան չկա։ Բոլոր չափահաս, բոլոր չէ, խոսում եմ ես GDR-ի մասին, չէ, Նաստասի էր, ինչ էր իրանց գախնի ծառայությունը։ Շտազի, հա։ Ուրեմն բոլոր չափահաս քաղաքացիները հոտը պահում էին կտորի վրա հատուկ տառաների մեջ պատկերացնում եք ինչքան քաղաքացի կա իրանց հոտը ունեն եւ պետք լիներ այդ հոտը տալիս են շունը կարող է գնալ գտնել ահա որ մի բան է դոկումենտալը որ նայում ես sense շարած այդ շշերը մեջ է այդ մարդկային հոտերը նացիստերից սովորած կլինեն ինձ թվում երևի էլի չգիտեմ բայց մեկ էլ էս էլ ասեմ այդ ազգի մասին ոնց վերականգնվեց էլի առաջինից հետո երկրորդից հետո այդ կատաստրոֆիկ վիճակից հետո 3 անգամ եք ասում 3 անգամ բանը Բիսմարկից հետո առաջինից հետո
Երկրորդից հետո հələ կոմունիստներից հետո էլ պիտի հաշվես։ Որ ամեն ինչից է այդ Բերլինի նկարները որ նայում ես 45 թվականի չես հավատում այն բան չի մնացել էլի հա քանի տարում չգիտեմ բայց մարդիկ էլի սարքեցին Բերլինը Այ քեզ պատմություն հա իդեպ մինչև այսօր հա հեսա գովազդն ասա էլ ասեն գնան գովազդի մինչև այսօր տիեզերքից այդ բաժանման գիծը Գերմանիայի արևելյան Բերլինի արևելք-արևմուտք երևում է լապտերներից խորհրդային միության կողմի լապտերները այդ հոսանքի մատակարարումները ավելի դեղին երանգի են իսկ արևմտյանը ավելի նեոնային, ավելի սպիտակ, այսինքն մինչև այսօր այդ հետքը կա։ Գովազդ հարգելի բարեկամներ, մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են, ինչ ասենք, ինչ խոսենք, ինչ պատմենք, առանց գործընկերության այս ամենը շատ դժվար կլինի, ուստի հարգանքից հավաստիքը մեր գործընկերներին, եթե ձեր մեջ էլ կան մարդիկ, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, ովքեր լսում են մեր ռադիոն ամեն օր տարբեր նախագծերով, ունեն բիզնես, եկեք միացեք մեր գործընկերությանը, վստահեք ձեր բիզնեսի գովազդը մեզ եւ միասին համագործակցենք։ Սիրելի ռադիոկայան, դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեր կողքին են, մեզ հետ են, ընթանում ենք առաջ հաղորդման երկրորդ հատվածը բեկտարկեց, ունենք մոտավորապես 10 րոպե եթերային ժամանակ եւ ստեղ մեկնաբանություններն եմ ընթերցում։ Իդեպ այս պատմական մեր թեմաները երբեմն որ արծարծում են, կարծես թե բավական հետաքրքիր են մեր ռադիոլսողների համար, որովհետեւ ոչ միայն հետաքրքիր են, այլ ինչ որ կրթական բան կա, էլի ինչ որ պատմության էջեր են, ինչ որ բան սովորում ենք, հիշում ենք, վեր ենք հիշում, դե Իդեպ մեր արխիվները պիտի բացվի, թե չէ։ Մեր մոտ էլ, եթե կա չբացեցին։ Իհարկե կար, KGB-ի արխիվները ով վրա է գրել, ինչ է արել, ոնց է արել։ Բայց իմանանք օրինակ, նայեք, հիմա Սարդարապետի հերոսների կացնահարման փաստերը, առաջին հանրապետության դավաճանությունը, ով դեմ էր ուրիշի մասին հեշտ է դատել, էլի որ Գերմանիան մերը չի, ինչ ուզում են։ Հարցը գիտես ինչ է, Ռաֆայել։ Ես այսպես եմ ենթադրում, պատկան մարմինները գիտեն, այսինքն եթե այն վիճակն ավ իրան պատիժ է հասնում, դա ուրիշ բան է, իրան կպատժեն, բայց որ մեկը վեկի նամակ ով է աշխատել KGB-ի համար, ով է բան եղել, օգնել, ով է բան այդ անունները որ հրապարակեն, արդեն լրիվ ուրիշ պատմություն է դառնում, էլի։ Ես կարծում եմ ճիշտ արեցին, որ չհրապարակեցին։ Բոլոր դեպքերում Հայաստանը զարմացա կարդացի համար երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ։ Այո։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարեկամներ Sofma Group-ը եւ Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք եւ տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Դե պարզա որ եթե պաշտպանության նախարարությունն է, ուրեմն դրանք ռազմական բաներ ուղղաթիռներ են։ Սա կարևոր քայլ է Հայաստանի զինված ուժերի շարժունակության եւ տեխնիկական վերազինման ճանապարհին։ Հայկական Fly One Armenia ավիաընկերությունը եւ Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր, լրիվ նոր թափ-թազա որ ասում են, Airbus A321 ինքնաթիռներ ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ եւ գիտենք արդեն, եւ հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը, այո, ավելի հեռու կարող են թռչել։ Բացի հեռուն, բավականին որակյալ մասնագիտական գդատական չի սա բարձա, բայց Հայաստանի ավիապարկի մեծ մասը լիսարած վարձած Airbus 321-երն եւ հիմա եթե մեր ավիաընկերությունից մեկը ունենա սեփական երկու հատը արդեն սա որակական Էնել նորը հա այդ բոլորովին նոր բան ենք խոսում ես գիտեմ որ վրացիներից էինք փայլուն պատկերացրած վրացիներից մենք ինքնաթիռ ենք վարձում ես թռել եմ այդ մեր բանը չվերթը հետաձգեցին ասին Հայաստանից ինքնաթիռ են ուղարկելու եկան վրացիներից վարձած ինքնաթիռ հայկական ավիաուղիների անվան տակ Մա էլի, բայց խոսում այն ինչի մասին, որ չունենք մեկից վարձենք, մեկից այդ հարցում, այո, կաղում ենք, բայց նոր երկու Airbus-ը վատ չի հաստատ Լատվիայի նախագահն է գալիս Հայաստան Էդգար Ռինկևիչսը Էդգար Ռինկև ՌԻՆԿ եւ ԻՉՍԸ
Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Ամբողջ Երևանը արդեն դրոշները կախում են, զարդարանքի պրոցեսները սկսած է։ Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, սա նշանակալի իրադրություն է, որ ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց եւ տնտեսությունները, ասել է Լիտվայի արտգործնախարարը։ Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթներ միմյանց միջև, շեշտելով Հայաստանի եւ Լատվիայի շատ մոտ եւ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Ընտիր։ Գիտեք, իջնես մի բան ասեմ, այս որ տեղի ունեցավ այս քանի օրը մեր մոտ այդ մեծ եվրո համագումարեր ինչ էր։ Ինչքան մարդ հիմա նորություն կարդալուց աշխարհի տարբեր ծայրերից, դասի Հայաստան, այս ինչա, լա մի հատ Google անեմ, տեսնեմ ինչա կատարվում։ Հավատացեք ինձ։ Շատերը տեղն էլ չգիտեն, Ալբանիա, բան, Ռումինիա, այդպես բաներ չգիտեն։ Եվ այսինքն զարմանալու չի կամ նեղանալու առավել եւս։ Ուտայում ապրելու տարիներին դե առաջին հարցը where are you from, չէ՞։ Ահա։ Բոլորը Ռումինիա էին հասկանում։ Արմենիա, Ռումինիա, բոլորը Ռումինիաներ։ Ոչ լսել են, ոչ տեսել են, ոչ գիտեն, ոչ Կալիֆոռնիան չէ՞ էլի, որ ասա դե լոսի կեսը հայեր են, բոլորը գիտեն ամեն ինչ, չէ՞։ Դրա համար այո, սա լավ PR-ը ու դրականորեն ինչքան տեսանյութեր են նայում Մակրոնը 50 քանի միլիոն դիտում ունի արդեն երեկվա այդ post-ը, ինչքան ջերմ կադրերով հավաքած շատ գեղեցիկ հոլովակ էր պատրաստած հայերի մասնակցությամբ եւ դա եւս այսօր մի հատ ծաղրանկար տեսա ուրեմն Մակրոնն ու կինն են անկողնում պարկած ամեն մեկը մի կողմ շուռեկած հա մեկ էլ էսկինը ասում է հաստատ իր աղջիկների բան սիրույների մասին է մտածում մեկ էլ այդ բանի գլխի վերևն էլ գրած է ինչ էր անունը Մակրոնի գլխի վեր այդ բանը որ փուչիկի մեջ գրած է տեսնես հիմա Նիկոլը ինչ է անում շատ լավն է դե եկավ կերավ խմեց կյանքում էր այդքան խորոված քյաբաբ տեսել ինչ ընդունելություն վստահ եմ Գյումրիում էլ խաշ բան տենց դրանց կլեն հատուկ խաշ էլի քյալլա կերած կլինի հատուկ կովի ոտերից հաստատ ամենասիրուն կովի ոտքերը մեր Մակրոնի համար Եվ քանի որ խոսեցինք Փաշինյանից, Բալահովիտում ընկերներ էստեղ է Սաբովյանին կպած, Բալահովիտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբի պետի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Եվ մահափորձ կատարված անձանցից մեկը 2 ամսով կալանավորվել է, արդեն բացահայտել են։ Պատկան մարմինների տեղեկություններով Բալահովիտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելարուսից ոնց է դες Մարթա ուղարկե մեզ նաև հայտնի է դարձել նրանց անունը գործողություն կատարողները գներ հայեր են կատարողը Տիգրան Մնացականյանն է նրան օժանդակել է Վլադիմիր Խուդյանը եւ ոմն Գոր Սահակյանը ըստ տեղեկությունների այս պայդրությամբ նրանցից միայն մեկն է հայտնաբերվել կատարողը մյուս օժանդակողը դեռ չի հայտնաբերվել քննչական կոմիտեից հայտնում են որ դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով 3 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ ԿՊԱ-ական է ում վրա որ մահափորձ են հա քաղաքացիական պայմանագրի շտաբի պետը Բալահովիտի շտաբի պետը Բելարուսը դա գողապետություն գողա պիտի պրծնենք մենք պիտի նորմալ երկրների հետ նստենք ելնենք բանդե բա կրիմինալ բանը բացկային բանը ասե բանը էս պախանները հա ում ասես ում հետևից ում ասես կուղարկեն ինչ ասես կանեն ամեն ինչ հավատալի ամեն բան ունենք 5 րոպե ամփոփելու համար թարմացնենք լրահոսը տեսնենք վերջին րոպեին գուցե ինչ որ մի բան կա Թրամփից զենզուն չկա հա այս երկու օրը այ մարդ էլի նույն բանն է ասում հեսա վերցրել եմ չեմ էլ ուզում կարդամ եթե Իրանը չհամաձայնի մեր պայմաններին ռմբակոծությունները ցավոք սրտի կշարունակվեն ավելի մեծ ծավալով եւ ինտենսիվությամբ եթե ենթադրենք որ Իրանը կհամաձայնի կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները սա իհարկե մեծ ենթադրություն է ապա արդեն իսկ լեգենդար դարձած էպիկական ցասում գործողությունը կարելի կլինի ավարտված համարել Թրամփի պնդմամբ Իրանի ծովային ջրափակումը հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը բոլորի այդ թվում Իրանի համար
Այնա դե վաղը ուրիշ բան կասի, միսօրը չգիտեմ ինչ կասի։ Ոչ մի Ստեղ կոնկրետ բան էլի։ Այդ վեդի դեպքի հետ կապված նոր բան հրապարակեցին հենց այս պահին, Աննա Վարդապետյանն է հրապարակել, գնում ենք խիստ խափանման միջոցի։ Վարդապետյանը խոսում է վեդիում անչափահաս քուրերի սեռական բռնության դեպքի մասին, վարույթը գտնվում է դատախազի անձնական ուշադրության կենտրոնում, Վարդապետյանը հավելում է, դեպքի մասին տեղեկացնում ենք անմիջապես, անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչ այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազը ասում է, կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կփարատվի։ Հա, չգիտեմ ինչ նկատի ունի, այսքանը Facebook-ում ա գրել Բայց այն մեկը որ թույն էր խմել հիվանդանոցում խմ չեն ասել վերկած գնա, երևի բանի։ Չէ, հսկողության տակ է, ուղղակի չեն բանդ չէ, կալանավայրում չի։ Այսպես, դե ինչ, բազմակետ դնենք շարունակելու ակնկալիքով։ Այո, այսօր 3 շաբթի է, չէ, 4 շաբթի ենք արդեն։ Կիսել ենք աշխատանքային շաբաթը, այո։ Դե ուրեմն մինչև վաղը սիրելիներ, մինչև 5 շաբթի։ Մինչ 5 շաբթի, Տեսություն։ Դերենիկին ասում ենք ցտեսություն։